Ես ոչինչ չեմ ուզում, ոչ ուղղակի։ Ապրիլի 21-ին բեմ է բարձրանալու մի ներկայացում, որը սահուն կերպով խախտում է հիշողության, սիրո ու ինքնության սահմանները։ Սերն ու նարինջները նոր ներկայացում է, որը համատեղում է գեղարվեստական եւ իրական դրաման, պատմելու համար այն, ինչ դժվար է ձևակերպել բառերով։ ՄԿՕ-ի հետ արդեն առաջին նախագիծը չի, որ Մկրտիչ Արզումանյանի հետ աշխատում ենք, սկսել ենք պլյուս-մինուսն է եղել է հրեշը լուսնի վրա, գրավիտացիան վերջինը, եւ սա 4-րդ աշխատանքն է արդեն, դե մեծ հաճույքով եմ աշխատում դրա մասին, ասել, որ հաճույքով եմ աշխատում, նշանակում է ոչինչ չասել, որովհետեւ գործի գիտակ է, պրոֆեսիոնալ է ու կարևորը տենց լավ իմաստով է լսողը կա մեջ, ոգևորությունը կա մեջ, որ այսինքն փորձի նոր բան փորձի, այսինքն նոր բաներ անի ու միշտ գալիս հագնում սպորտային շորերով փորձում։ Ու ոնց հասկանում եմ, փորձում եք կիսվել ինձ հետ։ Մարջիկը չնայած ինչքան արդեն որ ասեմ պիտի տարիքս էլ երևա, արդեն 25 տարի երևի ծանոթ ենք, 24 տարի, այսինքն սովորել ենք իրար թատերական ինստիտուտում, շատ լավ դերասան է, շատ եմ հավանում Մարջիկին ու այստեղ էլ առաջին գործն է, որ աշխատում ենք ու հաճույքով եմ աշխատում, որովհետև էլի շատ լավ իմաստով լսող դերասան է, այսինքն չլսող դերասանից սովորաբար չեմ աշխատում, բայց ուղղակի փաստ որպես արձանագրում եմ, որ շատ հաճույքով աշխատանքային process է երկու դերասանների հետ լինում։ Ներկայացման գլխավոր դերերում են Մկրտիչ Արզումանյանը, Մարջան Ավետիսյանը, բեմադրող ռեժիսորն է Կարո Բալյանը։ Նավաբեկությունից հետո հերոսն արթնանում է, ապա կողմնորոշված ու միայնակ ամբողջովին կորցրած հիշողություն է։ Նա ոչինչ չի հիշում, ոչ իր անունը, ոչ իր անցյալը, ոչ սիրելիներին, ոչ էլ թշնամիներին, սակայն ամենուր անցողիկ ստվերի պես հայտնվում է մի անծանոթ կին, որի հայացքը ճանաչելի է։ Հիվանդանոցում ոչինչ չեմ հիշում։ Ներկայացման սցենարի հեղինակը Նարեկն է Ավագյան։ Ներկայացումը սիրո, կին-տղամարդ հարաբերությունների մասին է, որպեսզի շատ ճակերտներ չբացեմ, որովհետև ինքը շատ նուրբ կետեր ունի, դրա մասին հենց խոսեմ, հետաքրքրությունը կկորի։ Բեմադրության հեղինակն է Կարո Բալյանը, պրոդյուսերը Ռիփսիմե Բասենցյանն է, բեմանկարիչը մեր Գարիկն է, Սունդուկյան թատրոնի նկարիչներից մեկն է, բեմանկարիչներից։ Ու այդպես շատ լավ թիմ է հավաքվել, հուսամ այն ինչ ակնկալիք ունի հանդիսատեսը թատրոնի, կտեսնի այդ ամենը։ Հավատարմության մասին է, ինչպես սկզբում նշեցի, ամեն կերպ գլխավոր հերոսուհին փորձում է վերադարձնել իր ամուսնուն, ու ընտանիքի մասին է, այսօր ընտանեկան արժեքները քիչ մը ոտնահարված են, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Երբեմն մեզ փրկում է արտահայտությունը, որ միայն մենք չենք դժբախտ, ամբողջ աշխարհը եւս։ Ես սկսում եմ անհանգստանալ։ Ավելի վաղ էր պետք։ Ո՞վ է մեքենան կայանում անդունդի եզրին, այն էլ շրջադարձին մոտ։ Ներկայացումը անսահման սիրո մասին է, բայց այդպես պարզապես ասել սիրո մասին է, նշանակում է ոչինչ չասել, խելագար սիրո, ինչպես կարող է մարդը սիրել իր այդ սիրելի էակին ու ինչերի միջով կարող է անցնել հանուն նրա, որ վերադարձնի այդ մարդուն, ում կորցրել է։ Խնդրեմ, Նարինջ։ Ես Նարինջ շատ եմ սիրում։ Իսկ ես նարինջ չեմ սիրում։ Նարինջները իրենց միացնում են, այդ կերպարներին միացնում են տղամարդուն եւ կնոջը, իրենց երիտասարդության պես ինչից որ ծանոթացել են, ինչից որ սկսել են իրենց ծանոթությունը, սկիզբ է դրվել իրենց հարաբերությունները, նարինջներն են, մեղավոր, այդպես ասեմ, այդքանով առնչություն ունեն նարինջները, որ այդ նարինջները ժամանակ առ ժամանակ փորձում է կինը իրեն հիշեցնել նարինջների մասին ու այդ process-ը մինչև ներկայացման վերջ գնում է։ Ինչու է անծանոթ կինն ամենուրեք, ուզածն ինչ է, իրավիճակից կօգնի դուրս գալ միայն անցյալի հիշողությունները։ Այս իրավիճակից դուրս գալու համար միակ ելքը սերն ու նարինջներն են, որը ապրիլի 21-ին ժամը 19:30-ին բարձրանալու է Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմ եւ սովորեցնելու է սիրել եւ լինել հավատարիմ սիրելիներին։